Մենք վերադարձանք, այո, վերադարձանք վստահ եւ հայտնվեցինք ձեր էկրաններին, ասելով, որ Newmeg հրատարակչությունն այսօր ներկայացնում է միանգամից երկու մանկական երիտասարդական նոր շքեղ գրքեր։ Երկու գրքերն էլ դեռահասների եւ պատանիների մասին են եւ նրանց համար։ Գրքերի մասին նախ խոսելու ենք Երազ Մատենաշարի ղեկավար Գոհար Մանուկյանի հետ, ով այսօր հյուրընկալվել է մեզ։ Բարի առավոտ։ Բարի լույս, շնորհակալություն Մենք արդեն հյուրընկալվելու համար։ միանգամից ողջևորվում ենք, երբ տեսնում ենք ձեզ մեզ մոտ, դա նշանակում է, որ նոր սերնդի համար կան լավ այլընտրանքներ գրականության իհարկե տեսքով, բայց վերադառնանք ամենասկզբին։ Ինչ գրքեր են, ինչի մասին են։ Քանի որ Երազ Մատենաշարը 3 տարի արդեն գործում է, Newmeg-ը Երազ Project-ի հետ 3 տարի առաջ երբ որ սկսեց, մեր նպատակն էր, որպեսզի տարվա ընթացքում նախ ներկայացնենք 1-2 գիրք, որպեսզի մենք էլ հասկանանք, թե հայ երեխաներին ինչ թեմաներ են հետաքրքրում, ինչ գրքեր են հետաքրքրում, ժանրերը, այդ խնդիրները, որոնք որ նրանք ունեն, արդյոք ուզում են նաև ընթերցել գրքում, եւ այս 3 տարին բավարար էր հասկանալու, ուսումնասիրելու դաշտը ու այս տարվանից մենք ավելի հաճախ ենք հրատարակում։ Newmeg-ի պես Երազ Մատենաշարը նույնպես փորձում է անընդհատ նոր գրքեր ներկայացնել, քանի որ այս պահին նաև աշնանային արձակուրդներ էին ու առաջին մեկ շաբաթ ավելի թեթև է լինելու դպրոցում, մենք որոշեցինք, որ պատանիների համար ներկայացնենք այս երկու նոր գիրքը, որից մեկը հայ հեղինակի գործ է, մյուսը արդեն լատվիացի։ Շատ բարդ շրջանի էկրան դրադարձել, այո, տարիքային առումով, պատանիներ, դեռահասներ, իսկապես շատ Երազ Մատենաշարը այս խմբի դժվար է նրանց կենտրոնացումը, բայց հրատարակչության տեսանկյունից դուք նաև գտել եք որոշ նրբություններ, որոնց միջոցով առաջացվում է այդ հետաքրքրությունն ու սերը։ Մի փոքր այդ առանձնահատկությունների մասին խոսենք, նույն տառատեսակի մասին, որ ամեն տարիքային շեմի համար առանձնացված է։ Այո, քանի որ պատանիների դեպքում, ինչպես գիտենք, ոչ միայն իրենց հաշվի պետք է առնել հոգեբանական, տարիքային անցումային խնդիրները, նաև այն հարցերը, որոնց նրանց հուզում է։ Շատ հաճախ ծնողները զբաղված լինելով, նաև երեխաների այդ հոգեբանական ծանր փուլը հաշվի առնելով, մենք մի բան ենք մտածել, որ այնպիսի գրքեր հրատարակենք, որ երեխաները, եթե ժամանակ չունի ծնողը կամ երեխան չի ցանկանում քննարկել ծնողի հետ, այդ հարցերի մասին նա տեսնի այն գրքերում, որոնք որ ներկայացնում է Երազ Մատենաշարը։ Այս երկու գրքերն էլ թե ժանրային առումով եւ թե խնդիրների հավատացեք, որ վերաբերում են այսօրվա հայ պատանիներին, ինչու եմ նշում հայ պատանիներին, որովհետեւ գրքերը շատ են, ֆիլմերը շատ են, բայց ցավոք այն կոնտենտը, բովանդակությունը, որ պետք է կարդա հայ երեխան, չի առանձնացվում։ Մեր նաև կարևոր առանձնահատկությունը Երազ Մատենաշարի այն է, որ ցանկացած էջում հայ պատանին կգտնի իրեն հետաքրքրող թեման։ Ինչն է հետաքրքիր, ընդհանրապես բացի նրանից, որ մի առանձնահատկություն կա, որ պատանիները խնդիրներ շատ ունեն եւ շատ են սիրում խնդիրներ ունենալ, նաեւ ինչն է հետաքրքիր, որ պատանիների դեպքում դու պետք է կարողանաս այնպես անել, որ ինքը վստահի քեզ, հավատա քեզ։ Եթե փոքրերի դեպքում այնպիսի գրքեր են հրատարակում, որ բառերին ծանոթանա, այստեղ մենք փորձում ենք կյանքին ծանոթացնել ու եթե իհարկե թարգմանիչն ու հեղինակը կներկայացնեն իրենց գրքերը, այստեղ նաև կարևոր է, որ պատանիները քիչ են սկսել ընթերցել։ Եթե 10 տարի առաջ մոտավորապես 60%-ն էր հայ պատանիների ընթերցում, հիմա 35%-ն է ընթերցում։ Նաև մենք ունենք նման խնդիր, այնպես անել, որ շատ ընթերցեն։ Դրա համար Շատ հատկանշական բան ասացիք, որտեվ 3 ընկերներից մեկի հետ էի շփվում եւ ընթերցանությունից էինք ընդհանրապես զրուցում, նա ասաց, որ գիտես, ես չեմ կարողանում կարդալ, ուղղակի չեմ կարողանում։ Մենք խոսում ենք նրա այդ կարողությունների մասին, թե ինչ է նշանակում չկարողանալ կարդալ, հանգանք այն եզրակացությանը, որ կենտրոնացումն է խնդիրը։ Մարդիկ ուղղակի չեն կարողանում կենտրոնանալ եւ տրվել գրվածքին, տեսնել, թե ինչ է այնտեղ ուղղակի։ Մենք կադր ենք սիրում տեսնել ու շատ արագ փոփոխվող։ Գիտեք, որովհետև արդեն մատը դարձել է
շատ հետաքրքիր այսպես թերթելով մենք նույն մի ժամվա մեջ այնքան մեծ ինֆորմացիա ենք կարողանում վերցնել այսենց ուղակի թերթերով։ Ինձ թվում է այդ խնդիրը քանի որ բոլոր երկրներում կա, բոլոր երեխաների, պատանիների, երիտասարդների մոտ կա, դրա համար կամաց-կամաց հրատարակչությունն էլ փորձում է այնպես անել, տենդենսները այնպես են զարգանում, որպեսզի գրավեն երեխաներին։ Հիմա եթե փորձենք նույն բացել մթության մեջ տեսնող տղան, որը որ ավելի փոքր տարիքի երեխաներն էլ կարող են կարդալ, այդ գունային գամմայից սկսած մինչև քանի բառ պետք է լինի age-ում, տառատեսակը եւ մեծությունը տառի, դրանով պետք է փորձենք գրավել։ Բացի դրանից հիմա երեխաները շատ ոչ միայն դժվարությամբ են կարդում, այլև նաեւ հարթ չեն կարդում։ Հարթ կարդալ նաև այն է խնդիրը, որ քիչ են գիրք բացում եւ կմկմում են եւ այլն, նույնիսկ 4-րդ դասարանում, եթե մեզ հիշենք, մենք խնդիր չենք ունեցել, արագ կարդացել ենք նախադասությունը։ Հիմա եթե գիրքը բացես ու դասարանում 14-րդ դասարանի երեխաների, վստահ եղեք 20-ից 2-3 հոգին են անթերի կարդալու ու դա նույնիսկ վերաբերում է արդեն բարձր դասարանցիներին։ Դե իզուր չէ, որ մեր բառապաշարը զարգացնելու համար շատ գրքեր էին հանձնարարում, որ կարդանք, իսկ այդ պարագայում, որ դա քիչ է տոկոսայինով, հասկանալի է, որ նրանք վարձ չեն կարդա, բառապաշարը կլինի ավելի ինքնաճանաչման խնդիրը, որովհետև մենք գրքի միջոցով եւ ինքնաճանաչումն է, այդ կենթանի շփումը կարող ենք ունենալ գրքի միջոցով, նաեւ զրուցել, որովհետև երեխաները հիմա երբ որ էկրանի մոտ են, վառ օրինակ երեք պոլիկլինիկայում տեսնում եմ մի երեխա անդադար հեռախոսի մեջ է, տանում են, սրսկում են, ամեն ինչ անում են, վերջում գնաց մայրիկի հետ, երեխան դեռ էկրանի մոտ է, նույնիսկ չզգաց, որ իրեն սրսկեցին, այդ ընթացքում իմ երկու երեխաները արդեն պատկերացնում էին ոնց է ցավալու, մենք նաև այդպես բթացնում ենք, այդ դեպքում իհարկե դժվար է երեխային անդադ ասել գաջեթից հրաժարվի, այդ գունային պայծառ խաղերը վառ եւ վերցրու մի գիրք ու սկսի ընթերցել, դրա համար մենք առաջարկում ենք այնպիսի գրքեր, որոնք ոչ միայն բովանդակությամբ են հաճելի, այլև աչքի համար։ Շատ հետաքրքիր արդեն 3 տարի կա երազմատենաշարը ու եթե կատարել եք վստահաբար մոնիտորինգ, հասկացել եք այն լեզուն, որն ամենաշատն է երեխաներին գրավում։ Օրինակ դա անկեղծության լեզուն է, թե արկածի լեզուն է, գուցե շատերի համար։ Ամենակարևորը պետք է նախադասությունը շատ թեթև լինի։ Ահա։ Լատվիական գրականության ամենակարևոր առանձնահատկությունը որն է, որ նույնիսկ մեկ բառը կարող է մեկ նախադասություն լինել, չգիտեմ, շատ հաճախ ասում են լռությունը ամենամեծ, ամենաերկար նախադասությունները կարող է պարունակել, այդ կախման կետերը Մենք գիտեք ինչպես, ես դա կարող եմ բացատրել ինչու է լեհական գրականությունը մեր ժամանակներում շատ ակտուալ եւ ընթերնելի եւ նախընտրելի, որովհետեւ մենք ապրում ենք 21-րդ դարում ռիլերի, այդ կարճ շորտ ժամանակներում, որտեղ որ մարդիկ շատ արագ եւ կարճ ինֆորմացիա են կամ տեղեկատվություն են ստանում։ Իսկ նաեւ սա այդ նույն սկզբունքն է, երբ դու մեկ բառով կարող ես մի ամբողջ նախադասությամբ նկարագրել միտքը եւ տեղ հասցնել։ Ամենակարևորը։ Իհարկե։ Ինձ հետաքրքիր է բացի սյուժեից, թեմաներից, այլ ինչով եւ ինչպես կարելի է տարբերել եւ առանձնացնել այսպիսի գրքեր հենց այս տարիքային խմբի համար։ Մենք մի քանի, այո, մի քանի ձև ունենք այդ հարցին, մի քանի ձևով ենք մոտենում, նախ եւ առաջ փորձում ենք հասկանալ, թե հոգեբանների հետ զրուցելով, կրթության մասնագետների հետ զրուցելով, նաեւ ուսուցիչների, մանկավարժների, հասկանալու թե ինչ է պետք երեխային։ Եթե մենք բացենք մեր դպրոցական դասագրքերը եւ թերթենք ցանկացած դասարանի, ապա կհասկանանք միանգամից առանց դժվարությամբ, թե ինչ է պետք հայ երեխային այսօր։ Ցանկացած առարկայի դեպքում, քանի որ բացերը շատ են, մեր գրքերով, թե գիտահանդրամատչելի, գեղարվեստական, նույն ֆենթեզիի դեպքում մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի փորձենք այդ բացը լրացնել։ Շատ հաճախ ընտրվում են այնպիսի պատմվածքներ, որոնք որ ոչ միայն անհայտ են,
ոչ միայն չեն թարգմանվում այլ լեզուներով, այլև գրավիչ չեն։ Մենք բացի դրանից նաև նույն մեր գոլեգան վերադարձել է Ֆրանկֆուրտի փառատոնից, այնտեղ ուսումնասիրվում է միջազգային փորձը, հիմա մենք արդեն նախատեսում ենք առաջիկայում պետք է թարգմանենք իսպանական գրականություն, մանկական, որովհետև այս տարի, այո, շատ հետաքրքիր գրքեր են ներկայացրել մանկական, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ամբողջ Ֆրանկֆուրտում, մենք չենք առանձնանալու եւ արդեն ունենք մի քանի գրքեր, որոնք հրատարակելու ենք, բացի դրանից մենք ունենք շարքեր, հիմա շատ ընդունված է շարքերը, սերիալային, չէ, սովորեն երեխաները սերիալային հատվածներով, դրա համար նույն կներեք վտվտիկի երկու հատորը միաժամանակ պատրաստում ենք հրատարակել, այնպես նաև ունենք աղջիկ երեխաների համար գրքաշար տարբեր մասերից, դա էլ ենք Ջյուդի Մուդին փորձելու ենք ներկայացնել։ Գոհար, դուք շատ գեղեցիկ անցում կատարեցիք մեր բոլոր հարցերին, որոնք չհնչեցրինք, մեզ հետաքրքիր է թե ինչ են սպասվում արդեն առաջիկայում, բայց քանի որ վերջի դեպի վերջ են գալիս, ապրեն պետք է ապագայից խոսենք։ Արդեն հասկացա։ Մենք իհարկե ունենք էլի հյուրեր, բնականաբար մեր այս երկու գրքերին դեռահասների հետ կապված Երազ Մատենաշարանի կողմից, որ հրատարակել է Նյումեգը, բնականաբար զրուցելու, շնորհակալություն Գոհար, գեղեցիկ անոնց անելու համար այս երկու հետաքրքիր գրքերը։ Դե կհրավիրենք մեր մյուս հյուրերին արդեն մանրամասնելու, թե ինչպիսի բովանդակություն ունի եւ ինչ ասելիք կա թաքնված այս երկու գրքերի մեջ։ Ինչպես նաև ծնողավարման հետ կապված գրքեր են առաջիկայում սպասում, ինչը նաև շատ հատկանշական է եւ այո, ես կարծում եմ, որ արդեն ժամանակն է կարծես թե դիտելու առաջին գրքի թրեյլերը, անդրադառնանք արդեն գրքերին։ Եվ գրքի հեղինակը լեհ գրող Ռասա Բուգավիչուտե Պետսեն է, այո, վեպը կոչվում է Մթության մեջ տեսնող տղան, շատ հետաքրքիր թեմա է սպասվելու։ Փակեք աչքերը ու փորձեք տեսնել։ Ինչպես դա անում է մեր հուզիչ պատմության գլխավոր հերոսը։ Նա ապրում է համայնքում ու ընտանիքում, որտեղ գրեթե բոլորը կույր են։ Տղան ստիպված է տեսնել մթության մեջ կամ գոնե պատկերացնել, թե ինչպես են ապրում, զգում աշխարհը չտեսնող մարդիկ։ Լատվիացի դեռահաս տղայի Եկաբի մանկության առաջին սիրո ծնողների հետ հարաբերությունների մասին հուզիչ վեպ, որ կսովորեցնի ոչ թե կարեկցել, այլ հասկանալ մարդկանց, որոնք չեն տեսնում։ Երազ Մատենաշարը ներկայացնում է լատվիացի դրամատուրգ գրող Ռասա Բուգավիչուտե Պետսեի հուզիչ վեպը Մթության մեջ տեսնող տղան։ Մենք վերադարձանք, սիրելի հեռուստադիտողներ, դիտեցինք Նյումեգ հրատարակչության Երազ Մատնաշարի նոր գրքի թրեյլերը։ Գիրքը կոչվում է Մթության մեջ տեսնող տղան, եւ մենք զրուցել ենք գրքի թարգմանիչ Նեյրա Խաչատրյանի հետ։ Բարի լույս, շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Շատ հետաքրքիր վերնագիր Մթության մեջ տեսնող տղան, մի երեխայի մասին է, ինչքանով տեղյակ ենք, ով կույր չէ, բայց ապրում է կույրերի ընտանիքում։ Մի փոքր պատմությանը մեզ կծանոթացնեք։ Պատմությունը, այո, սկսենք պատմությունից, հետո արդեն բացենք շերտերը։ Իրական իրադարձությունների վրա հիմնված է եւ որքանով ես գիտեմ, հեղինակի ամուսնու պատմությունն է, ինչպես տեսնում եք, ինքը ունի երկու ազգանուն, Բուգավիչուտե Պետսե, առաջի ազգանունը ինքը լիտվական արմատներ ունի, բայց լատվիական գրող է համարվում, ապրում է Լատվիայում, ամուսնացած է լատվիացի դերասանի հետ։ Հեղինակը ըստ երևույթի գտել է հնարավորություն պատմելու իր ամուսնու պատմությունը, որը եւ հետաքրքիր է, եւ ուսուցողական է, եւ բավականին բարդ է նաեւ։ Անգամ գրքում տղան գիրքը պատմվում է տղայի անունից, Եկաբի անունից, որ ասում է, որ հենց ես ոտքի կանգնեցի, ես դարձա իմ ծնողների դայակը, որովհետեւ նրանք չէին տեսնում։ Ես դարձա իմ ծնողների աչքերը, այդտեղից էլ գալիս է, որ մթության մեջ տեսնող տղան, այսինքն ինքը անընդհատ ուղեկցում է ծնողներին, ցույց է տալիս, հարցեր է լուծում, փորձում է ցույց տալ ճանապարհները։ Դառնում է նրանց աչքերը։ Այո, այսինքն ծնողները ապրում են կատարյալ մթության մեջ, իսկ նա նրանց աչքերն է։ Քույրեր եղբայրներ ունի։ Ոչ, այն որ ինքը ծնվել է այդ ընտանիքում, որովհետև երկու կույր մարդիկ, որոնք կապել են կյանքը իրար հետ,
լինելով չտեսնող, բայց ձգտում են լինել նորմալ։ Չգիտեմ, նորմալ բառը, ինքը նորմալ բառն է օգտագործում, բայց այս դեպքում կարելի է դա օգտագործել տեսնող մարդու բերանով չտեսնող մարդու համար, բայց իսկ նորմալ ինչ է նշանակում ունենալ ընտանիք ունենալ բնակարան ունենալ հասարակություն որտեղ դու շփվում ես ունենալ նաև երեխա որը մեծ համարձակություն է կնոջ կողմից դա իր կյանքի ամենամեծագույն նախագիծն է ես պատկերացնում եմ ինչ երեխայի գիտակից եւ դեռահաս դառնալը ինչ բարդ է երեխային մեծացրել եւ պետք է մեծացնել չտեսնելով ու որը իրական պատմություն է արի չմոռանանք որ այո մարդիկ առնչվել են այսպեսի իսկապես պատմությունը շատ հետաքրքիր է բայց ինձ հետաքրքիր է նաև թե որտե գրավչությունը ձեր եւ Նյումեկ հրատարակչության այս առումով որ անդրադարձել եք այս վեպին, այստեղ կա միանշանակ արժեքներ կրթական, դաստիարակչական, ինչպիսի արժեքներ եք դուք դրել, դուք տեսել, որ ինձ համար ով դպրոցական տարիքում դեռ երազում էր դառնալ ժուրնալիստ եւ Նյումեգի անձնակազմը, որոնք նաև լրագրության հետ սերտ կապեր են ունեցել եւ միջև հիմա ունեն, գրավիչ է ակտուալ խնդիր, այսինքն հրատապ ինչ որ խնդիր բարձրաձայնելը։ Ես նկատեցի, որ վերջին տարիներին բոլոր գրքերը, որոնք ընտրում եմ եւ ներկայացնում եմ Նյումեգին դիտարկելու համար, բոլորն ունեն ինչ որ հրատապ բաներ, ասելիքներ եւ այս դեպքում կույրերի խնդիրները եւս մի անգամ կամ շատ հազվադեպ են խնդիրներով մարդկանց երբ որ ասում ենք խնդիրներով առաջին հերթին ինչ ենք պատկերացնում սայլակ հատկապես մեր 20 թվից հետո բայց տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ շատ են հաշվի առնելով դիաբետը որը բերում է շատ հաճախ կուրության եւ իծնել լինում է եւ մենք Հայաստանում էլ ունենք բավականին մեծ համայնք նման խնդրով մարդկանց եւ ես գտա որ ավելի լավ կլինի որ այս անգամ էլ խոսենք այս ձևով գրականության ձևով խնդիր ունեցող մարդկանց մասին շատ հետաքրքիր է մենք ովքեր տեսնում ենք չունենք խնդիր չհաշված ակնոցը ինչ խնդիրների հետ են իրենք եւ կոնտակտային լինզաները այ դա կարող եք չասել ինչ խնդիրների հետ են իրենք առնչվում էլեմենտար տնից դուրս գալը եւ գրքում էլ ասում է եթե հանկարծ որոշել են ճանապարհը վերանորոգել ու նշաններ չեն դրել իսկ նշանները տեսողական են որպես կանոն դու գալիս եւ դեմ ես առնում մի հատվածի որտեղից դու չես կարող շարունակել քո սովորական ճանապարհը որին դու ծանոթ ես եթե ինչ որ մեկը բերել մեքենան կանգնացրել է մայթեզրին դու գալիս դեմ ես առնում ու տեղից վերանում է քո պատկերացումը ինչ անել հաջորդ հետաքրքիր նաև դրվագ կա որ երբ մի բնակարանից մյուսն են տեղափոխվում նույնությամբ դասավորում են տունը որովհետև երբ տան մեջ ինչ որ մի փոքրիկ մասնիկ տեղափոխվում է մայրը ընկնում է զայրույթ է ունենում պանիկայի մեջ է ընկնում որովհետև կողմնորոշումը կորում։ Այո։ Ես չգիտեմ ինչու վստահ եմ նաև որ սա ֆիլմային տարբերակով է նաև լինելու, որովհետև շատ հետաքրքիր է դերասան է եղել նաև ամուսինը եւ իր ամբողջությամբ ինչ ոնց նկարագրեցիք, շատ նաև տեսողական առումով էլի հետաքրքիր կլիներ։ Այս պարագայում իհարկե մենք գրքի մասին ենք խոսում, գրքում է անդրադարձը կատարվել։ Շատ հետաքրքիր է, որ նաև արժեքային սկզբունքներ կան, որոնք երեխաներին հրամցնում է հեղինակը, այո, սիրելու, քան այլ, որ կույր ընտանիքի պատմություն։ Նաև հասարակության վերաբերմունքի մասին, որովհետև այդ մասին էլ շատ է խոսվում գրքում, որ հենց հասկանում են, որ իմ ծնողները չտեսնող մարդիկ են, իր հանդեպ էլ վերաբերմունքը փոխվում է, շշուկներ, երբեմն մոռանում են, որ չեն տեսնում, բայց լսում են ինչ որ կողքից արձագանքներ, քննարկումներ, որոնք միշտ չի որ հաճելի են։ Այդ հասարակության վերաբերմունքը շատ կարևոր է խնդիրներից մեկը, որը նաև մեր հասարակությունում մենք ունենք,
փոխհարաբերությունը ավելի ճիշտ։ Իսկ կներեք ինչ վերաբերում է ֆիլմին, ինքը հեղինակը նաև դրամատուրգ է, ինքը դրամատուրգիայի ասոցիացիայի ղեկավարն է եղել քանի տարի եւ Լիեպայա քաղաքի թատրոնում գլխավորելի դեր ունի։ Գիրքը բեմադրվել է ազգային թատրոնում բեմադրվել է եւ ինքը խաղացանկային ներկայացում համարվում։ Իհարկե մենք խոսում ենք սոցիումի մասին միանշանակ եւ հենց սոցիումն է որ առաջինը պետք է լուծի այդ խնդիրը, որպես այդպեսի խնդիրը կարող էր եւ խնդիր չլինել մեզ համար, եթե սոցիումը ժամանակում այդպես չհրամցներ կամ չնկարագրեր մեզ, որ օրինակ կուրությունը խնդիր է, որովհետեւ սոցիումը այդպես է տեսնում դա։ Մենք մեծացել ենք բնականաբար նմանատիպ անառողջ շատ տարբեր սոցիումներում, բայց բնականաբար եւ Փառք Աստծո նմանատիպ նախաձեռնությունները եւ շատ ու շատ այլ արշավներ հանգեցնում են այն դաստիարակչական վիճակին սոցիումի առումով, որ այո, պետք է լինել կարեկից, հոգտանող եւ միանշանակ նաեւ դրության մեջ մտնող այդ մարդու, ինչքան որ կարող է դժվար լինել, բայց ամեն դեպքում սա իսկապես նմանատիպ նախաձեռնություն է հոգտանելու մասին։ Այ Տիկին Խաչատրյան, ըստ ձեզ կօգնի գիրքը, որպեսզի դեռահասը երբ կարդում է նմանատիպ գրականություն, այ իր մեջ զարգացնի այդպիսի հատկանիշ, այ հոգտանելու օրինակ կույր մարդու մասին կամ ուրիշ որևէ խնդիր։ Գիտեք, երեխաները շատ ճկուն են։ Ես տարի ու կես դպրոցում աշխատել եմ եւ ես տեսել եմ, թե ոնց են երեխաները վերաբերվում խնդիրներով իրենց համադասարանցիներին կամ դպրոցում։ Խնդիր ստեղծում ենք մենք մեծերս։ Սոցիում։ Այո։ Եվ եթե երեխան կարդա կամ երեխային ճիշտ մատուցվի գիրքը, որպեսզի հետաքրքրի, որովհետև գիրքը ճիշտ է, ինքը մանկապատանեկան է համարվում, բայց ինքը կարող է շատ լավ նյութ լինել ընտանեկան ընթերցանության եւ քննարկման համար, նաեւ դասարաններում, նաեւ ինչ որ գրական խմբակներում, եթե կարդան, ինձ թվում է, այո, միանշանակ դա կարող է օգնել։ Այստեղ նաեւ գրքում կա մի ուրիշ առանցքել մեծանալու հետ, թե ոնց են փոխվում ընտանիքի ներսում հարաբերությունները, ոնց է տղան հասկանում, որ այ հայրը պետք է ստեղ հայրություն աներ, չի արել, մայրը պետք է հանդուրժող լիներ, չի եղել եւ կա եւ սերունդի եւ մոր եւ որդու կոնֆլիկտ նաեւ, որը լուծում է տալիս, իհարկե ուզում եմ ասել, չնայած չեմ ուզում շատ փակագծեր բացել, Երբ որ կարդում ես գրքում կա տղայի անունից պատմություն, մոր անունից պատմություն, տղայի անուն եւ վերջում նոր հասկանում ես թե որտեղ են այդ պատմությունները պատմվում։ Եվ շատ հետաքրքիր է։ Եվ հատվում երևի թե ճշմարիտ կետում, որովհետեւ ամեն մեկը կոնկրետ գրասենյակում։ Կոնկրետ գրասենյակում։ Հոգեբանի մոտ, այո, հատվում են փաստորեն։ Շատ հետաքրքիր է իսկապես, անգամ ինձ մոտ ցանկություն առաջացավ գիրքը ընթերցելու։ Եվ ինչպես Արմանը նշեց, կարևորագույն խնդիրներից մեկը կարծում ենք հենց առողջ հասարակություն ձևավորելն է, ինչը նաև պատանի հասակում ամենաբարդ անցումային տարիքում շատ դժվար են երեխաներին պահել եւ այդ շեղումներից զերծ պահել, սա այդ բթացված զգացողությունների երևի արթնացման, ինքնաճանաչողության, ինքնակրթման, ինքնուրույն լինելու երևի թե դեռահասի համար նախատեսվածը բնականաբար պետք է ունենա նաեւ այս բաղադրիչները։ Այո, քանի որ պատմությունը սկսվում է 6 տարեկանից մինչև 32 է հասնում, ամեն գլուխը համարակալված է ըստ տարիքի, թե որ տարիքի իրադարձությունների մասին է պատմում։ Գիրքը հետաքրքիր է ոչ միայն դեռահասներին, այլ նաև փոքր տարիքի երեխաներին, նաև մեծերին, ինքը տարիքային սահմանափակում չունի գիրքը, իսկ մանկական այդ տարիքի պատմությունները լի են հումորային, շատ հետաքրքիր, երեխա, որ շատ ավելի փակ է, բայց հանկարծ հայտնվում է լողափում, ինչեր են տեղի ունենում իր հետ, իսկ խոսքը այս գրքի մասին է։ Փաստորեն հումորային գծեր էլ կա, համեմունքներ էլ կան։ Նրա մասին, երբ հանգում ես այդ ինքնաճանաչողությանը ու տեսնում, որ դու ընտանիքում դե բնականաբար բոլորս ունենում ենք կամ կոմպլեքսներ, կամ ձերբազատվում ենք կոմպլեքսներից որևէ տարիքում, կամ այդ կոմպլեքսը հետապնդում է քեզ ողջ կյանքի ընթացքում։ Այստեղ մի փոքր պատմությունը տարբեր է ըստ ես անպայման պետք է ընթերցեմ, երբ դու ապրում ես կույրերի ընտանիքում Եվ ոչ միայն ընտանիքում, կներեք, իրենք համայնքով հատկացված շենք, որտեղ բոլորով միասին են հանրակացարանում, սկզբում հետորդ են տանը։ Մենք մի պահ կարդացինք 80-ական, 90-ականների այդ հանրակացարաններ ներկայացում շատ հետաքրքիր։
բայց այն շատ տարբերվող ընտանիքում մեծացած տղան, որը բնականաբար ունենում է իր աշխարհայացքն ու ընկալումները, մի խոսքով պետք է կարդալ եւ հատկապես դեռահասների համար նախատեսվածը ունենում է հստակ ընդգծված արժեքներ, որոնք որ ինչու ոչ պետք է եւս մեկ անգամ դրանց անդրադառնալ։ Շնորհակալություն ձեզ ընտրության համար, իհարկե, որ հանգել եք այսպիսի մոտեցման ու այս թեմային։ Սիրով իսկապես կընթերցենք։ Այո, միանշանակ եւ խորհուրդ ենք տալիս ձեզ եւս մեկ անգամ շնորհակալություն։ Մենք զրուցում էինք Նաիրա Խաչատրյանի հետ, նա թարգմանել է Նյումեկ հրատարակչության Երազ մանկական մատենաշարի նոր լեհական վեպը։ Լեհական չէ, լատվիական, թեպետ մենք այդպիսի ինֆորմացիա ունեցել ենք։ Չէ, ծագումով կարծես թե լիտվական արմատներ ունի, բայց լատվիական, այո, վեպը մթության մեջ տեսնող։ լատվական վեպ, մթության մեջ տեսնող տղան, այսպես որ արդեն կա վաճառքում, ստա։ Կարծում եմ այո։ Երկրորդ գիրքը, որը ներկայացնելու ենք այսօր, հրատարակվել է Newmeg and Friends մատենաշարով, գիրքը կոչվում է Լիալուսնի գաղտնիքը։ Հեղինակը Քրիստինա Սիմոնյանն է։ Դիտենք գրքի թրեյլերը, հետո արդեն զրույց կունենանք հենց հեղինակի հետ։ Պատմություն, որտեղ իրականն ու գերբնականը նրբորեն միահյուսվում են, դառնում մտերմիկ ու հուզիչ պատում ընտանիքի, ընկերության, սիրո ու հարաբերությունների մասին։ Ֆանտաստիկ ժանրի վեպ նրանց համար, ովքեր պատրաստ են հատելու սովորականի սահմանը եւ հետևելու իրենց հոգու ձայնին։ Մոգական ռեալիզմ, որտեղ յուրաքանչյուր կերպարում ինչ-որ գաղտնիք է թաքնված։ Վեպ, որտեղ երիտասարդ ընթերցողն ու հերոսը միասին կճամփորդեն դեպի անհայտ աշխարհներ։ Իսկ ում է փնտրում հերոսուհին։ Կորած հոր որոնումները դառնում են իր ինքնությունը գտնելու, իր ճակատագիրը կերտելու մոգական ուղի։ Ի վերջո նա կգտնի հորը, կսովորի արդյոք առաջնորդվել սրտի թելադրանքով։ Դու էլ բացահայտիր Լիալուսնի գաղտնիքը, զգա մոռացված կախարդանքի հրճվանքը։ Քրիստինա Սիմոնյան, Լիալուսնի գաղտնիքը։ Մենք դիտեցինք գրքի թրեյլերը, այ հետաքրքիր զրույց է սպասվում։ Այո, դե գրքի հեղինակը Քրիստինա Սիմոնյանն է, գրքի շնորհանդեսը լինելու է ոչ միայն մեր տաղավարում, այլ նաև այսօր երեկոյան 7-ին Բաղրամյան 6 հասցեում գտնվող Common Ground գրախանութ սրճարանում։ Իսկ հիմա հեղինակն արդեն մեր տաղավարում է, բարի առավոտ Քրիստինա, շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Շնորհավորում ենք իհարկե գրքի հրատարակման կապակցությամբ եւ այսօր նաեւ լավ օր է սպասվում, դեռ փաստորեն սկսել եք շնորհանդեսով գրքի առավոտից։ Այո, օրը շատ բուրն է սկսվել։ Հերոստաշնորհանդես, ապա նաև ընթերցողների հետ հանդիպում։ Եթե խոսենք գրքի վերնագրի մասին, որ միանշանակ պատմում է արդեն թե ինչ է տեղի ունենալու, բայց նաև դեռահասների համար նախատեսված խոհափիլիսոփայական ինչ է զետեղված գրքում, որը որ կգրավի ընթերցողին։ Գիտեք ինչ, նախ ուզում եմ ասել, որ ինձ միշտ գրավել են այն իրողությունը, որ մարդիկ միմյանց կյանքի կարևոր ճշմարտությունները փոխանցել են պատմությունների միջոցով։ Հավաքվել են խարույկի շուրջ, վայելել են տաք հմպելիք եւ լսել են այո, եւ լսել են իրենց համայնքի մեծերից մեկի պատմած խորհրդավոր պատմությունը, որը իր մեջ անպայմանորեն ինչ-որ հանելուկ կամ իմաստություն է պարունակել եւ այս առումով ֆանտաստիկան մարդու երևակայությանը տալիս է անսահման հնարավորություններ եւ ազատություն, որպիսի այդ ճշմարտությունները կարողանա քողարկել մտածածին կերպարներով եւ երևույթներով։ Եվ գաղտնիք չէ նաեւ, որ պատմությունները մարդկային գիտակցությանը հասնելու կարևորագույն, զորագույն գործիքներից են եւ դա է պատճառը, որ նրանք ստիպում են մարդուն ոչ միայն մտածել, այլ նաեւ զգալ։ Այդ պատճառով ինձ միշտ գրավել է պատմությունների միջոցով կարևոր ճշմարտություններ փոխանցելը։ Բայց ինչու խոհափիլիսոփայական ֆանտաստիկա, ինչ է սա նշանակում, ինչպես դուք կբացատրեք։ Հենց խոհափիլիսոփայական ֆանտաստիկայի միջոցով է, որ դու կարողանում ես որևէ քողարկված իրողության մեջ կարևոր իմաստություն փոխանցել, որովհետև քանի որ ընթերցողը ոչ միայն մտածում է, այլ նաև զգում է, դա ներթափանցում է նրա ենթագիտակցություն եւ դառնում է նրա գիտակցության մի մասը։ Նա սովորում է կյանքի մասին պատմությունների միջոցով։
հետաքրքիր է այնել ֆանտաստիկ պատմությունների միջոցով։ Հետաքրքրում են փոքր հերոսները մեզ, առանց որևէ փակագծը շատ բացելու, բայց նաև որոշ առումով այսպես բացեր թողնենք, որ հետաքրքրությունը առաջանա։ Ովքեր են հերոսները ու ինչ կսովորեցնի նրանց ճակատագիր այո հենց դեռահասներին։ Այո, շատ հետաքրքիր հարց է եւ իսկապես չեմ ուզում փչացնել ընթերցողների ախորժակը։ Պարզապես կասեմ, որ հերոսները տարբեր տարիքի եւ հետաքրքրությունների տեր մարդիկ են, որոնք ինչ որ փնտրտուքների մեջ են, ունեն չիրականացած երազանքներ եւ անպատասխան մնացած հարցեր։ Եվ նրանք խոցելի են դառնում դրանից եւ հենց այդ խոցելիությունն էլ միավորում է նրանց։ Իսկ գիրքը, այո, իսկ գիրքը լի է իրենց բացահայտմանը սպասող գլուխկոտրուկներով, պորտալներով, մտածածին խորհրդավոր կերպարներով, որոնք ընթերցողի առաջ կբացեն նորանոր գաղտնիքներ։ Եվ ասեմ, որ գրքում կարմիր թելի նման անցնում է վերափոխման կամ փոխակերպման գաղափարը։ Բարի բուն իմաստով։ Բարիս բուն եւ փոխաբերական իմաստով, եւ նաեւ ասեմ, որ գիրքը առանձնահատուկ է նրանով, որ այնտեղ ընթերցողը ճանապարհին կարող է տեսնել տեղ-տեղ շախ տված մարգարտահատիկներ, իմաստուն մտքերի տեսքով, շեղատար գրված նախադասություններով եւ ինչն է շատ կարեւոր, որ ընթերցողը իր համար կբացահայտի, որ հերոսի ճամփորդությունը վերաբերվում է նաեւ իր կյանքին։ Եվ մենք բոլորս ենք հերոսի ճամփորդություն իրականացնում, եւ այս ճամփորդությունը իրականում երկկողմանի է՝ դեպի դուրս եւ դեպի ներս։ Եվ գաղտնիքը նրանում է ըստ գրքի, որ եթե ուզում ես ինչ-որ բան փոխել դրսում, պետք է սկսես քո ներսից։ Սա այս մոտեցումը կախված է ձեր առաջին մասնագիտությունից, միջազգային հարաբերությունների մասնագետ եք։ Հետաքրքիր, չգիտեմ ինչու, այսենց եզրույթ տեսա ձեր մասնագիտության եւ ձեր ասածի մեջ, իհարկե ավելի ենթագիտակցական դաշտով, ոչ թե բառի բուն իմաստով, ինչպես կարող, այսինքն դուք հիմա միջազգային հարաբերությունների մասնագետ եք, ով գրել է գիրք ֆանտաստիկ ժանրում։ Այ մի փոքր հետաքրքիր համադրություն է, չէ՞։ Այո, շատ հետաքրքիր ինչ-որ փոքրուց ինձ գրավել է անբացատրելին, խորհրդավորը եւ գերբնականը, եւ մայրս ասում է, որ ես փոքր ժամանակ շատ սիրում էի պատմություններ հորինել ինձանից, եւ ինձ ռուսերենով անվանում էր ֆանտազոր, երևի պատահական չէր։ Իսկ միջազգային հարաբերությունների որակավորում ստանալիս ես ավելի շատ ձգտել եմ ձեռք բերել դիվանագետին հատուկ որակներ, որոնք պետք են կյանքի բոլոր բնագավառներում։ Համաձայն ենք։ Քրիստինա, գիտենք, որ գիրքը նաև երկրորդ մաս է ունենալու, դա նշանակում է, որ պատմությունը միգուցե եւ չի ավարտվել կամ այնպես է ավարտվում գիրքը, որ թողնում է հետաքրքրված ընթերցողին ու սպասելով երկրորդ մասին։ Այ նախ երբ է սպասվում երկրորդ մասը, դուք արդեն աշխատում եք երկրորդ մասի վրա, թե ինչպիսի process է երկրորդ մասի հետ կապված։ Այո, պատմությունը չի ավարտվել, այն շարունակվում է նույն հերոսների հետ, եւ նրանք ճանապարհվում են արդեն գիտակցության բոլորովին նոր մակարդակ, առերեսվելու իրենց ստվերներին։ Փոքրիկ գաղտնիք բացեմ, որը չէի նախատեսել, բայց ասեմ, որ գիրքը կոչվելու է Արևի ինձաները, Արև եւ Լուսին։ Այս համադրությունն է, որ մեր մեջ որպես իգական եւ արական նախասկիզբ կա, եւ շուտով նախատեսվում է մոտ ապագայում նաեւ այդ գրքի տպագրությունը, քանի որ ավարտել եմ արդեն։ Ավարտել եք։ Ձեռագիրը պատրաստ է, այո։ Հասկանալի է, ահա։ Քրիստինա, Լիալուսնի գաղտնիքը, եթե մի փոքր բացենք, ո՞րն է այդ գաղտնիքը։ Ինչպես քիչ առաջ նշեցի, Մարգարիտներն են, որոնք դա խոսում է այն երկկողմանի ճամփորդության մասին, որ հերոսն իրականացնում է դեպի դուրս եւ զուգահեռ նաեւ դեպի ներս, որովհետեւ մենք գիտենք, որ գիրքը ունի այն համոզումը, որ արտաքին աշխարհը մեր ներսի հայելային արտացոլանքն է։ Եթե մենք ուզում ենք ինչ-որ բան փոխել արտաքին աշխարհում, պետք է մեր ներսի վրա աշխատենք։ Եվ նաև ուզում եմ ավելացնել, որ ինչ շատ ոգեշնչել է այս գիրքը գրելիս հայտնի առասպելաբան պրոֆեսոր Ջոզեֆ Քեմբելի այն միտքը, որ աշխարհի բոլոր առասպելները, պատումները, պատմությունները, առակները, հեքիաթները միավորվում են մեկ պատմության մեջ, որը ունի նույն ճանապարհային քարտեզը։ Եվ այդ ճանապարհային քարտեզը ուղեցույց է մարդկային կյանքի համար։ Եվ եթե մենք հասկանանք այս քարտեզը եւ ճանաչենք այն, եւ իմանանք մեր կյանքի այս կամ այն փուլում քարտեզի որ հատվածում ենք գտնվում,
մենք ավելի գիտակցված եւ խելացի որոշումներ կկայացնենք։ Սա իհարկե բխեց իմ հարցից, որը էլի չհնչեցրի, ես սիրում եմ նմանատիպ հարցազրույցներ, երբ հյուրը միանգամից պատմում է, թե ընդհանրապես ինչի մասն է խոսքը, ինձ հետաքրքիր էր որն են այն արժեքները հստակ, հատկապես որ գիրքը նախատեսված է տարիքային այնպիսի խմբի համար, որտեղ դեռահասներ են, պատանիներ են, աշխարհընկալման եւ աշխարհայացքների ձևավորման փուլ է նրանց մոտ, որ հատկանիշներն ու առանձնահատկություններն են այստեղ անդրադարձ կատարվում, որպեսզի սովորեցնի ընթերցողին լինել այսպիսին, սովորել սա, հեռու մնալ ուրիշ բաներից, վտանգները, ռիսկերը եւ կյանքի ճանապարհին տարբեր հատկանիշներ, որոնք որ կարող է ձեռք բերել ընթերցողը գիրքը կարդալիս։ Շատ հագեցած հարց են հնչեցրեցիք ու շատ կարևոր։ Նախ ասեմ, որ գիրքը տարիքային սահմանափակում չունի, բոլոր հոգով երիտասարդների համար է։ Ես ավելի շատ շեշտը կդնեի նույնիսկ երիտասարդների վրա, բայց կան դեռահասներ, որոնք արդեն հոգեբանորեն այնքան հասուն են, որ կարող են այս գիրքն ընթերցել միանշանակ, այնպես որ Եվ իդեպ շատ են այդպիսի դեռահասներ, ովքեր կան հոգեբանական տարիք, չէ՞, գոյություն ունի, բարձր են իրենց ֆիզիկական տարիքից, միանշանակ։ Եվ Քրիստինա, ներողություն։ Եվ ինձ համար ես կարող եմ մի քանի արժեք դուրս բերել գրքից, որ այս պահին ուղակի հիշեցի, քանի որ գիրքը շատ հարուստ բովանդակություն ունի, չեմ կարող միանգամից ամեն ինչ փոխանցել մեկ հաղորդման մեջ։ Շատ կարևոր է խիզախությունը եւ սեփական հոգու ձայնին հետևելու կարողության զարգացումը։ Եվ ողջ գիրքը դրա մասին է։ Եվ նույն հերոսի ճամփորդությունը, որ Ջոզեֆ Քեմբելը ներկայացնում է սովորաբար իր ինտուիցիայի մասին է։ Ես ձեզ կառաջարկեմ ընթերցել գիրքը եւ ծանոթանալ դրան։ Շատ լավ։ Այսինքն լսել հոգուտ կանչը եւ հետևել դրան։ Ամբողջ գիրքը դրա մասին է եւ դա բոլորիս է վերաբերում եւ երբեք ուշ չէ։ Իհարկե, սիրով նաև այո, այս գիրքը կլինի իմ գրադարանում, պարտադիր ընթերցման շարքում ես դեռ պատանի չեմ, բայց ամեն դեպքում ինձ դա հետաքրքրեց։ Ես դեռ պատանի չեմ, շատ լավ է հնչում։ Ոչ, ես դեռ պատանի չեմ, բայց Քրիստինա, շնորհակալ ենք հետաքրքիր զրույցի համար եւ սպասում ենք իսկապես նաեւ երկրորդ մասին, վստահ եմ արդեն կարդացած կլինենք։ Մենք այո, փաստորեն ունենք երկու գիրք, որ կհայտնվի մեր ընթերցանության սեղանին։ Մենք էլ սիրում ենք ընթերցել, ընթերցասերներ ենք, այնպես որ ձեր մտքի թռիչքին ավելի շատ երևակայություն, ինչպես ձեր մայրը արդեն իսկ ձեզ օրհնել եւ կնքել է նման տիպ ֆանտազիոր անվանելով, փաստորեն ունենք դրա պատուղները ֆանտաստիկ գրականության ժանրում արդեն հայ հեղինակի կողմից։ Եվս մեկ անգամ շնորհակալություն, նաեւ այսօր հաջողություններ ենք մաղթում ընթերցողների հետ հանդիպման ժամանակ, որը էլի շնորհանդեսի տեսքով կլինի։ Մենք զրուցում էինք Քրիստինա Սիմոնյանի հետ New Megan Friends ծրագրով, նա ներկայացրեց իր նոր պատանեկան երիտասարդական գիրքը Լիալուսնի գաղտնիքը։ Գրքի շնորհանդեսը կլինի նաև այսօր երեկոյան 7-ին Common Ground գրախանութ սրճարանում։ Ընթերցողները կարող են գնել գիրքը հեղինակի մակագրությամբ եւ հարցեր տալ նրան, ով էլ սիրով կպատասխանի, ինչպես պատասխանեց մեր հարցերին։ Այո, այս գրքից բացի New Megan այսօր ներկայացրեց եւս մեկ մանկապատանեկան վեբ մթության մեջ տեսնող տղան եւ երկու գրքերն էլ արդեն վաճառվում են գրախանութներում, կարող եք պատվիրել նաեւ New Megan կայքում եւ սիրելի ծնողներ անպայման ձեռք բերեք, թող ընթերցեն ձեր երեխաները եւ ինչու՞ չէ նաեւ դուք ընթերցեք սիրով նրանց համար քննարկեք միասին ամենափոքր տարիքից, թող վարակվեն ընթերցանությամբ եւ սիրեն գիրքը։ Հավատացեք, գրքերն իսկապես շատ կարեւոր են եւ պետք է կարդալ։ Քրիստինա, շնորհակալություն, լավ ընթացք։ Դե ինչ մենք շարունակում ենք, գրքերի հեռուստաշնորհանդեսն ավարտվեց, սիրելի հեռուստադիտողներ,